Ադրբեջանում էլ ասում են, թե դու պետք է ապացուցես, որ դու հավատարիմ ես այս ծրագրին եւ ինքը անմիջապես ապացուցում է։ Օրինակ Վեհափար Հայրապետը Շվեյցարիայում միջոցառում է նախաձեռնում, որտեղ տարբեր հարցեր է ազգային բարձրացնում, այդ թվում եւ Բաքվի բանտերում եղած ռազմագերիների խնդիրները, Արցախահայության խնդիրները եւ այլն։ Դրան հաջորդում է Փաշազադեի հարձակումը, եւ որին անմիջապես ձայնակցում է Նիկոլ Փաշինյանը, դրանով իսկ Ադրբեջանին ցույց տալով, որ ինքը պատրաստ է գնալ բոլոր կարմիր գծերը հատելու ուղղությամբ, բոլոր հակահայկական, հակապետական քայլերի, միայն թե իրեն հնարավորություն տան այդ թուղթը տան, չպահանջեն հիմա էլեկտորալ process-ի դեմս հանրաքվեի եւ աջակցեն, որպեսզի ինքը գնա երրորդ ժամկետին։ Այս շրջանակում է նաեւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Սամվել Կարապետյանի հանգամանքը երկու գործոն կա, որ բերել է այս խայտարակ որոշմանը, այսինքն ապօրինի կալանքին։ Առաջին այն է, որ ինքը պաշտպանում է հայ առաքելական եկեղեցուն եւ դա մի մարդ է, որը Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի, ընդհանրապես միջազգային մասշտաբով ամենահարուստ հայն է։ Այսինքն իր հնարավորությունները բավական մեծ են տարբեր եւ կապերի առումով եւ ֆինանսական եւ այլն եւ ինքը երբ որ տեսնում է որ աջակցություն կա ինքը նորից Թուրքիային ու Ադրբեջանին հաշվետվություն ներկայացնելու համար կալանավորում է ապօրինաբար Սամվել Կարապետյանը, որը իրեն Բաքվում հետախուզման մեջ է եւ Բաքվի պահանջով նաեւ ինքը ցույց է տալիս իր հավատարմությունը, ասում է տեսեք ես թքած ունեմ Հայաստանի ներդրումային վիճակի վրա, մեր ընդհանրապես ազգային իմիջի վրա, մեր պետության վրա, ամեն ինչի վրա թքած ունեմ, ես ձեր խաթեր, այսպես ասած, կալանավորում եմ Սամվել Կարապետյանին, ընդ որում դա անում եմ Թուրքիա այցից առաջ, ասում եմ տեսեք ես ձերն եմ ամբողջությամբ։ Եվ երկրորդ հանգամանքը վրացական քաղաքական սցենարի կրկնությունից է վախենում։ Իվանիշվիլի սցենար։ Այո, այդ սցենարը կարող է կրկնվել։ Հիմա թե հայկական տարբերակը ինչպես կզարգանա կլինի չլինի, դա ժամանակը ցույց կտա, իհարկե, բայց պոտենցիալը կա։ Պոտենցիալը կա, այդ հնարավորությունը կա, դրանից վախենալով է ինքը անում։ Եվ երրորդ հանգամանքը չմոռանանք, որ Փաշինյանը ընդհանրապես իր ընտանիքի այդ ընչաքաղցության փողի հանդեպ մեծ սեր ունեն, դա սկսած այդ թուրքական ժամանակ թերթոնից վերջացրած այս իրենց կառավարման շրջանը հեցի վերաբաշխումը սեփականության։ Իրենք հսկայական միջոցներ են կուտակել այս ընթացքում, երբ որ եկել են իշխանության։ Այդ հսկայական միջոցները պահելու խնդիր ունեն եւ նաեւ բազմապատկելու խնդիր ունեն, բացի այդ նրանք մտածում են, որ հեծը նաեւ էլեկտորալ ազդեցություն կարող է ունենալ, դրա համար էլ հարձակվել են Սամվել Կարապետյանի դեմ եւ հեծի սեփականաշնորհման հարցը ինչպես բիզնես պլաստ ունի, այնպես էլ քաղաքական եւ ընտրական։